Գլխավոր միտքը, որ կցանկանա այսօր ձեզ ասեմ, բամբասանքը բնավորություն թույլություն չի, այլ հոգևոր մեղք է դա։ Դա մեղք է, որ Աստված խիստ դատապարտում է։ Մի մտածեք, որ բամբասանքը թույլություն է մարդկային, ոչ, բամբասանքը հոգևոր մեղք է, որը քանդում է փոխհարաբերությունները։ Իհարկե թույլությունը նույնպես, բայց դա դիտարկեք ոչ թե թույլություն, այլ դիտարկեք որպես մեղք։ Այդ ժամանակ կապաշխարեք, այդ ժամանակ կազատագրվեք։ Ինչ անում բամբասանքը, նախ եւ առաջ ընկերներին իրարից բաժանում է, երկրորդը վստահությունը քանդում է եւ նա թունավորում է եկեղեցու մթնոլորտը։ Ինչ անել բամբասանքի փոխարեն։ Ես գրել եմ 4 բան, որ կարելի է անել։ Խոսել ուղիղ ոչ թե մեջքի հետևից։ Եթե մարդու դեմից դու չես կարողանալու խոսած, հետևից իլ խոսա։ Երկրորդը, աղոթել ոչ թե քննարկել։ Հենց ուզում ես մեկի մասին խոսած, փորձի 2 րոպե աղոթ կարա։ Կտեսնես հետո էլ չես խոսա իր մասին։ Սիրով ծածկել ոչ թե բացահայտել։ Ոնց որ քո երեխայի խնդիրները դու ծածկում ես, որ ոչ ոք չտեսնի, քո հարազատի, այդպես էլ ծածկի ուրիշին եւ վերջինը կառուցել ոչ թե քանդել։ Այս 4 բանին եթե հետևենք, մենք կլինենք երջանիկ, զորավոր եւ Տիրոջ պարգևները կգործին մեր ներսում